Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն հաշվարկություն եւ ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։ Իրականում եթե փորձենք գնահատել իրավիճակը, ապա կրկին մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ եւ այդ պատերազմը միտում ունի գնալով ընդգրկելու այլ դերակատարների եւս մասնավորապես Նախիջևանում 3 ԱՊՍ-ի այդ միջադեպը ըստ էության նաեւ Ադրբեջանին է առնվազն առայժմ քարոզչական դիրքում դարձրել Իրանի դեմ պատերազմի մասնակից։ Փորձագետի խոսքով տարածաշրջանային զարգացումը ցույց է տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։ Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա ամենայն հավանականությամբ առաջացնում է խնդիրներ այդ ռազմակայանների օգտագործման հետ եւ Ռուսիայի կողմից ռազմակայանները Միացյալ Նահանգների տրամադրության տակ դնելը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք ամերիկյան ռազմակայանները որոշակիորեն կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը։ Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը չնայած երկրի առաջի դեպքի զոհվելուն շարունակում է գործել բավական արդյունավետ եւ բացատրել քաղաքացիական հատվածը կառավարվում է։ Որոշակի զարգացում կա քրդական գործոնի ակտիվացման հարցում, գիտեք, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը երեք ուղղակիորեն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ եթե քրդերը հարձակվեն նամակային գործողություն իրականացնեն Իրանի նկատմամբ, ապա ինքը կաջակցի կոժանդակի կհովանավորի նրանց։ Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ դեպքով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած տեսակի հրթիռներ, այսպես կոչված կապետային մարտագծիկներով հրթիռներ եւ որոշակի կադրեր կան տարածված, որոնք փաստում են, որ իրանական հրթիռները անցնում են իսրայելական հակամարտային պաշտպանության համակարգը։ Ըստ իրանագետի պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ եւ կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ Հրթիռային եւ օդային հարվածները արձանագրվում են նաեւ Իրանի հյուսիսարևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն։ Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։ Խոսքը չի գնում ամենևին իրանական որևէ գործողության մասին Հայաստանի նկատմամբ նման գործողություն չի եղել, չկա եւ չէ դինալու, ես ավստահաբար կարող եմ տոնդել, բայց պետք է նկատի ունենալ, որ Բաքվի բարբարոսական վարչապետը, ինչպես ասում են, ատամները սրած սպասում են հարմար պահի, որպեսզի իրականացնի իր դարավոր երազանքները, թե Հայաստանի Հանրապետության, թե Իրանի նկատմամբ։ Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը եւ Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ Նրա խոսքով այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ Իրանագետի գնահատմամբ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։